նոր աշխարհակարգը, որ ձևավորվում է, ինքը երկբևեռ չի լինելու։ Բազմաբևեռ է լինելու, որտեղ բացի շատ մեծ խաղացողներից, այսինքն գերտերություններից, այնպիսիք ինչպիսիք են Միացյալ Նահանգներ, Չինաստան, Ռուսաստան, իրենց տարածաշրջաններում գերակա ազդեցության են ձգտելու նաև այսպես կոչված միջին տերությունները, Հնդկաստան, Թուրքիա, էլի կան այդ կարգի երկրներ, իրենք էլ իրենց միկրոմիջավայրերում են փորձում, այնպես որ այստեղ այնքան էլ ակնհայտ չի, որ Թուրքիան հեշտ դիրքերը զիջելու է կամ այստեղի պոլիցեյսկի դեր հենց Թուրքիան չի փորձելու խաղալ։ Այդ վտանգը կա, մեր համար վտանգն է։ Իդեպ Նիկոլ Փաշինյանի այդ Կիրանցի պատը ճակ տվեց, ըստ էության, որովհետև անվտանգության համակարգը կառուցել միջազգային իրավունքի ու լեգիտիմության թեզով այն պարագայում, երբ որ աշխարհի գերտերության ղեկավարը հայտարարում է, որ միջազգային իրավունք չկա, երբ որ քո հակառակորդը, որի հետ դու հարաբերություններ լեգիտիմության հիմքով ես հաղորդում, Վենեսուելայի դեպքերից ընդամենը 2 օր հետո հարցազրույց է տալիս, դա միջազգային իրավունք գոյություն չունի, առնվազն ծիծաղելի է եւ երկիրը դնում է խոցելի վիճակի մեջ։